Ես արդեն մտովի վայելում եմ հրաշալի հնչյուններն ու երաժշտությունը, մի տեսակ անհամբեր եմ մի քանի վայրկյան անց ձեզ ներկայացնելու մեր հյուրին, որովհետև վստահ եմ, շատերդ սպասում եք այդ հրաշալի համերգին, որովհետև գիտեք այդ օրը մի տեսակ հաշվետու համերգ է լինում, ծննդյան օր ասենք թե հաշվետու համերգ, ի վերջո այդպես է նշանավորվում այդ օրը։ Շտապ եմ ներկայացնել մեր հյուրին փետրվարի 28-ին ժամը 20:00-ին երեկոյան 8-ին Կաֆեստյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունենալու Վախթանգ Հարությունյանի ամենամյա ավանդական հաշվետու մենահամերգը եւ ասա ով ես դու սկավառակի շնորհանդեսը։ Ինչու ամենամյա հաշվետու համերգ, մենահամերգ եւ ինչ է սպասվում երեկոյի ընթացքում, խոսենք մեր հյուրի հետ, երգահան Վախթանգ Հարությունյանին, ասենք բարի լույս։ Ինչպես է անչափ հաճելի է առավոտյան ագրեգատով ինչպես հասկանում եք, այո, զենքով է միշտ գալիս։ Ու մենք մտովի վայելում ենք արդեն էլ, այսպես շտապելով։ Եկեք միացեք, որովհետեւ այսօր կհասցնենք մի քանի երգ լսել, բայց ես 20-ից ավելի երգ կկատարեմ իհարկե համերգի ընթացքում։ Եկեք խոսենք ինչու է այսպես ավանդական հաշվետու համերգ, ինչու է այդպես կոչվում։ Ես տեղյակ եմ, այսքան էլ չեք սիրում ձեր ծննդյան օրը նշել, շատերի նման եւ դա ամեն ինչ մի 20 տարի առաջ սկսվեց, երբ ծննդյանս օրը պարզապես փետրվարի 29-ը սկսվում էր փետրվարի 28-ով, հետո շարունակում էր մարտի 1-ով, ով չհասցրեց մարտի 2-ին, եւ այդպես ամեն օր ուշադրության կենտրոնում է հայտնվում եւ օրերից մի օր պարզապես ձևաչափ տվեցի բոլոր նրանք ովքեր ցանկանում էին իմ ծննդյան օրը ինչ որ ձևով արձանագրել, ապա ես էլ փորձեմ այդ արձանագրման օրը ասեմ ինչ արեցի այդ տարվա ընթացքում։ Դուք եք նվեր ըստ էության անում, ստացվում է։ Ես արձանագրում եւ թեթևացնում եմ իմ կյանքը, իրականում դա շատ էգոիստական ակտ է։ Բոլորս ենք էգոիստ։ Էգոիստական է, որովհետև խուսանավելու հրաշալի հնարավորություն ունեմ այդ շնորհավորանքներին եւ փոխադարձելու գոնե երկերի տեսքով, որովհետև տարվա ընթացքում կատարված այն աշխատանքը, ինչ ես արել եմ, ես փորձում եմ այդ օրը ներկայացնել։ Ինչեւ կանեմ այս տարի, եթե անցած տարի լույս տեսավ մեկ այլ սկավառակ, որի վրա աշխատում է, այս տարի լույս տեսնում 10-րդ թվով սկավառակը եւ սա ով ես դու շատ նայենք այդ հարցադրումը դրամատիկ է դեպրեսիվ է շապիկը բնավ համամիտ չեմ ձեզ հետ իհարկե իրավունք ես կառաջարկեմ ընթացքում եթե առիթում ունեք լսել եք ասեմ որ այս տարվա խմորումների արդյունքն է այս ալբոմը եւ ինքը թեմատիկ սկավառակ է ստացվել, միջնադարյան ժամանակաշրջան կա, այդ թեմաների մեջ կա մեր թվարկությունից առաջ անտիկ ժամանակաշրջանի նյութեր, որոնք ինչ ձևաչափերով դուրս են եկել եւ հանգավորվել են եւ եկել են լրացնելու։ Գիտեք, օրինակ ալբոմում կա մի երգ, որը Փյութագորասի ազդեցությունն է։ Եվ հասկանում ես, որ 2600 տարվա մեջ մարդու բնույթը ոչ մի կերպ չի փոխվել։ Թեպետ եւ Փյութագորասը եւ նրա դպրոցը 300 տարի փորձել են այդ մարդու հոգեկերտվածքը ինչ որ չափով վերափոխել դեպի լավ։ Բայց մարդը իր բիրտ ընկալումների միջավայրին շատ ավելի է տուրք տալիս այդ ամենին, ինչը ավելի պրիմիտիվ է, ավելի սովորական եւ իր տեսակից մի քիչ ավելի ցածր, քան կարող էր լինել։ Այդ առումով կա Փյութագորասի խրատների շարք, կա նաև մեր թվարկության առաջին դարում տեղի ունեցող իրադարձություններից որոշակի խտացումներ, կա միջնադարյան ժամանակաշրջան, որը տարբեր գրականության քաղաքանի արդյունքում ձևավորված հանգեր են, եւ դրանք այս տարվա աշխատանքի արդյունքում այսպիսի մի ուտեստ պատրաստվեց։ Իրը պետք է նշենք, որ այս տեսահոլ ձայնասկավառակը շատ քիչ քանակով է, թեև գիտեք, դա բացառապես փոքրիկ մի քանակ, որը միգուցե աուկցիոնով կվաճառենք։ Բայց նաև YouTube-ում ունենք հրաշալի արդեն իսկ հնարավորություն, եկեք այդ մասին խոսենք, որտեղ կմտածեն ինչպես լսենք։ Քանի որ մեր թվային իրականության մեջ արդեն ամեն ինչ հասու է, ապա այս սկավառակը եկավ համալրելու նաև այն շարքը, որ բոլոր երգերը արդեն համացանցում թե Spotify-ներում, թե YouTube-ներում եւ ամենուր արդեն կան, այնպես որ արդեն լրացված է եւ եթե ինչ որ մեկ կցանկանա, պարզապես պետք է հավաքի ասողես դու եւ իր ցանկացած պլատֆորմի վրա հնարավորություն կունենա լսելու։ Ինչքան ժամանակ է տևել այս ձայնասկավառակի ծնունդը։
Անցած տարի այս ժամանակաշրջանում ես արձանագրեցի եւս մի ձայներից, ոչում էր հերու երկրում, եւ ինչ որ հերու երկրից էլի բերել էի որոշակի քանակություն, այնպես որ սա Փաստորեն արդեն անցնելու եք հաջորդ ձայնա սկավառակի ստեղծման այս տրամաբանությամբ նայում եթե տրամաբանությամբ գնանք միգուցե, բայց երկինքը միշտ չի որ նման շռայլություն է ցուցաբերում։ Ես ընդամենը ընդունում եմ, որ այն ամեն ինչ որ տալիս են պարտավորություն ունես նաև փաթեթավորելու եւ հանձնելու, որովհետեւ դու ընդամենը միջնորդ ես։ Եվ Ռուբենը Հախվերդյան ձևակերպում ունի, որ ասում ես փոստատար եմ։ Հիմա ես այդ միջնորդության տիրույթում եմ, եթե ինչ-որ մի բան շնորհել այդ շնորհը ինձ են տվել, ես եմ փոխանցում, եթե կարողացել եմ մի քիչ ավելի լավ փոխանցել, քան ինչ-որ մեկը ինձնից առաջ, շատ լավ է, եթե ինձնից հետո ավելի լավ կանեն, շատ ավելի լավ։ Առաջարկում ենք վայելենք մի հրաշալի ստեղծագործություն, եթե կարելի է։ Եկեք փորձենք, քանի որ այս 1 տարվա ընթացքում գրված երգեր են, ես մշտապես դեռ հուշատետրից օգտվում եմ։ Գալիս եմ հեռվից, գնում եմ հեռու, լույսն անսահման ինձ ուղի փռում, քայլերս հստակ, միտքս պարզ ու ջինջ, գնում եմ այնտեղ, ուր չկա ոչինչ, այնտեղ կմարեն հույզերս անմիտ, սպասումներս խենթ, թախից և ցասում, չի մնա ոչինչ, հոգիս բանտարկող, կմնա ճախրանք, ազատ թևածում Պատույտներ անող ճանապարհ անվերջ Մեկ գիրքն է շատ բիրտ, մեկ հույզն է սառած Որն է ելքը այդ բին սարդոստայնից Միտքը պորտկացող, թե սիրտ քարացած Այնտեղ կմարեն հույզերս անմիտ Սպասումներս խենթ, թախից և ցասում Չի մնա ոչինչ, հոգիս բանտարկող Կմնա ճախրանք Ազատ թևածում Պատույտներ անող ճանապարհ անվերջ Ոչ սկիզբ ունես, ոչ վերջ Փակ շրջանակում, անդադրում շարժում Այս խառնարանում հոգին մաքրելու Դա էլ պատասխան և արդարացում Հավերժին տանող մի կյանքի համար Մի կյանք անկատար, յուրավոր քայլեր Դեպի լույսն անհուն Դեպի լույսն անման Հրաշալի։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք եղանք առաջին ընկերողները այս հրաշալի երաժշտության։ Այո, եւ շատ էր դեպրեսիվ։ Այո։ Իմ մեջ է խնդիրը։ Գուցե տարիների, այսպես սերունդների ընկալումն է։ Քանի որ ինքը ճամփորդական երգեր են եւ այդ ճամփորդությունը ժամանակագրության դարերի մեջ պատտվող ինչ որ մի մարդու պրիզմայից դիտարկված է, այդ առումով ես կարծում եմ մենք բոլորս հարցադրումների տարածքում ենք ապրում։ Ես ով եմ, ի վերջո ինչի համար եմ եկել, որտեղից եմ գնալու, չէ՞։ Եվ այդ հարցադրումները կարող են ինչ որ մեկին բերել եւ կապել իր ազգային արմատին, մեկ ուրիշն էլ մի քիչ ավելի վերնայելով հասկանում է որ մարդար արած քեզնից ինչ ես ներկայացնում եւ ի վերջո ինչ պիտի դառնաս։ Եվ այդ բոլոր հարցադրումները ես պարզապես հավաքել եմ եւ այդ հավաքագրած նյութը միգուցե վաղը համարեմ անիմաստ, որովհետեւ հաջորդիվ քայլերի ժամանակ դա դառնա ոչ ակտուալ, բայց ես պայդրությամբ պարզապես արձանագրեցի։ Անեզրություն ու միաժամանակ հույս միշտ այդ
չգիտեմ, այդ լաբիրինթում հույսն է, ի վերջո նաև ձեր ստեղծագործություններում։ Ինչ է փոխվել առաջին ստեղծագործություններից Վախթանգը երբ նոր էր մոտ գործում ու այսօր տասնամյակների հեռավորության վրա։ Դուք ձեր մեջ ով եք, ուր գնացիք, այդ փոփոխությունը ինչպիսին է ձեր ստեղծագործություններում։ Բառացիորեն անցած շաբաթ ֆիլհարմոնիայի դահլիճում տենց ֆիլո մի հատ ծրագիր կա եւ երիտասարդ ավագ դպրոցի երեխաների համար տենց մի հատ փոքրիկ համերգ էի տալիս, նմանատիպ հարցադրում արդեն եղավ։ Ինչ է փոխվել Վախթանգի մեջ եւ ինչ նախկինում եւ ինչ չի փոխվել ի վերջո։ Երևի թե հուսադրող մի բան կա, ես շարունակում եմ քայլել։ Ես շարունակում եմ ամեն օր եւ փորձ եմ անում ամեն օր ինչ որ չափով ինքս ինձ համար նորանալ։ Դա մշտական ինչ որ մի ընթացք է, միգուցե անհագուրդ մի ցանկություն ավելին ճանաչելու։ Եվ ենթագիտակցական նաև մի շերտ կա, դու ցանկանում ես ազատագրել քեզ տարատեսակ ախտերից եւ քեզ մի քիչ ավելի մոտ բերել այն սկզբնախբյուրին, որտեղ այդ ախտերի արկայությունը մի քիչ է քո տեսակի մեջ։ Ինչքանով է դա հաջողվում, միգուցե դա կյանքի ընթացք է։ Բայց ես դրան դեպրեսիա չէի կոչի։ Թեպետ պարբերաբար հայտնվում է նաև նման պահեր, երբ մենությանդ մեջ ինքդ քեզ հետ հարցադրումներին ժամանակ ինքնախարազանման ես գնում։ Բայց դա դեպրեսիվ process չի, այլ ճիշտ հակառակը, դա փյուրիկի process է, որովհետև եթե դու չվառվես, դու նորովի ծնունդ առնելու հնարավորություն չես ունենա։ Ամեն անգամ ձեր հաշվետու համերգներում գրեթե մենակ այդ օրերին հաճախ ենք տեսնում զուգընկերների հետ, արդեն բեմում, այս անգամ ովքեր կլինեն ձեզ հետ։ Ասեմ, որ այս տարի համերգին դաշնակահար Հայկ Նավասարդյանը կմասնակցի ինձ հետ, մշտապես ինձ հետ մասնակցում է Նելին Մանուկյան, հրաշալի ֆլեյտահարուհի, որին ես չգիտեմ աշխարհում եթե 10 նման երաժիշտ կա, ապա Նելին այդ տասնյակի առաջին 5 մարդկանցից մեկն է։ Իրա տեղը չգիտեն, թե չէ մեզ կզրկեին այդ հնարավորությունից նրան այդքան շատ համերգների ժամանակ վայելելու, այո։ Ինձ հետ կլինի նաև բաս-գիտարահար Տիգրան Առաքելյան։ Ես իհարկե իմ համերգային ծրագրերին շատ եմ ինտեգրում երաժիշտներ եւ ալբոմում մասնակցողները իհարկե շատ ավելին են։ Բայց այս համերգին այդ փոքրիկ, այսպես ասած, քարյակային ընկալումների շրջանակում կլինենք եւ տրամաբանությունը իմ համենայն դեպս այսօրվա հոգեվիճակը բերում են հանգեցնում են ինձ մաքսիմալ ամեն ինչ անել, որ լռություն հետները տանեն, ոչ թե խոսք։ Քաֆեշանի դահլիճը հենց այդ պատճառով եմ ընտրել, որովհետև ամեն տարի չէ, որ ես այնտեղ համերգ եմ տալիս, բայց միշտ այդտեղ ինձ մոտ հաջողվում է ձևավորել ներքին լռություն, ինչին ես եմ ձգտում եւ այդ նույն ձգտումը փորձել փոխանցել մի քանի ժամ, որ մարդիկ այդ դահլիճում կարողանան իրենց հետ ունենալ ավելորդ հարցերից հեռու գնալ, փորձել լռություն ձևավորել, ներքին լռություն, այո։ Ինչքան է տևողությունը համերգի եւ ինչքան եք հենց այս օրվա համար պատրաստվել եւ ինչ զգացողություններ ունեք, քանի որ այսպես օրեր անց բուն միջոցառումն է։ 22 երգ երաժիշտների հետ միասին աշխատել ենք, բայց միշտ փորձ ցույց է տալիս, որ 22-ից բացի եւս մի 4-5 ավելանում է եւ խնդրում են ինչ-որ բան երգել եւ ես փորձում եմ պարզապես այդ ժամանակահատվածը նաեւ գիտարային տարբերակով լրացնել մի քանի երգով։ Միգուցե այդ ժամանակահատվածում նաեւ երաժիշտ ընկերներս կհանգստանան։ Օրինակ որոնք են այդ երգերը։ Ասում եմ բիս։ Այո, մենք էլ Գիտեք, ես հիմա ձեզ համար պիտի երգեմ մի երգ, որը այս ալբոմում բացառիկ է այն առումով, որ ես 92 թվականին եմ իրեն գրել։ Ես ծնված չի։ Այ դրա համար էլ Դրա համար ձեզ համար այսա դեպրեսիվ եմ կան։ Դրա համար ասացի մենք ունենք սերունդների տարբերություն։ Այո, եւ համանուն սկավառակի համանուն երգն է, կոչվում է Ասով ես դու, որովհետեւ հենց 92 թվականին էր, որ Վախթանգը ինքն իրեն հարցնելու այդ հնարավորությունը ուներ եւ այդ հարցի հետեւից հետո նոր արդեն ճամփորդություն անել։ Եվ հենց դա էր պատճառը, որ այս երգն էլ եկավ կոչվելու հենց
ասով ես դու, ինչ ես դու փնտրում, քո ճանապարհին, ով է քեզ կանչում, փոշոտ ու մրկոտ, ճամփա դու անցար, ինչն է քեզ տարել այդ հեռուն օտար, ասա, ով ես դու, ազնիվ զգացմունքներն անցած հուշերը, հեռու մանորոշ կթվանան մի, պատրանքները խենթ, մանկական հոգու, կկորչեն անհետ կանեանան, ասա, ով ես դու, շուրջը թամենուր, անապատ հոգու, ինչն է քեզ գերել, ում ձայնն է կանչում, ասա ով ես դու, ինչ ես դու փնտրում, ինչ ես կորցրել այդ օտար երկրում, ասա ով ես դու, ազնիվ զգացմունքներն անցած հուշերը, հեռու մանորոշ կթվանան մի, պատրանքները խենթ, մանկական հոգու, կկորչեն անհետ կանեանան, ասա ով ես դու, մշտական փնտրտուքներ, Նախ որոնց արդյունքում ոչինչ չի փոխվում։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Ավելի վատ է։ Իրականում յուրաքանչյուրս իմ ներքին համոզմամբ արվեստում տեսնում ենք այն, ինչ մենք ներքուստ ապրում ենք եւ մալևիչի կտավում գուցե ինչ-որ մեկը լույս տեսնի, ինչ-որ մեկը տեսնի այդ մռայլությունն ու սևը։ Գուցե իմ հոգեվիճակն է այդպեսին, այսպես։ Գիտեք, ցանկացած դեպքում, եթե գույները խտացնում ենք, երկու գույն ենք ստանում, մեկը սպիտակն է, որը բացառվում է թեպետ, բայց լրիվ սիգմենտը ունի գույների կամ սև ենք ստանում։ Հիմա ինչպիսին է կլինի այդ խտացումները եւ ինչ զգացողություններ կվերապրեք, դա արձագանքն է ընդհանրապես ձեր ներսի տեղի ունեցող երևույթների։ Եվ երաժշտությունը գալիս է մաքրելու ու խաղաղացնելու հենց։ Առհասարակ բոլոր արվեստի դրսևորումները դա ինքնամաքրման տանող ինչ-որ փորձ են։ Բայց ինչ եւ ինչպիսին է պիտի լինի ձեր հոգեկերտվածքը եւ ինչպես պիտի անդրադառնա այս կամ այն երևույթին, դա արդեն ձեր վերաբերմունքն է եւ ձեր ինքնադաստիարակելու տարածքը։ Այնպես չի, որ այս ժանրը եւ առհասարակ բովանդական երգը պիտի ամենուր եւ ամեն մեկի համար լինի։ Ինձ շատ հաճախ են ասել տխուր երգեր, դեպրեսիվ երգեր եւ նմանատիպ ձևակերպներ տվել։ Ես նորմալ եմ ընկալում, ի վերջո առաջին հերթին դա ինձ բավարարելու տարածքն է։ Հետո նոր արդեն եթե դրան այդ ճանապարհով ինչ որ մեկը գնացել է, ուրեմն նաեւ կարող է արտադրումների մեջ գտնել իր սեփական պատասխանները։ Եվ ես հանգիստ եմ վերաբերվում, որ եթե 1000 հոգի կա եւ 1000-ից 7 հոգի մոտ կբերի այս բովանդակությունը, ապա արդեն հաջողված է։ Իրականում փետրվարի 28-ին կրկին հիշեցնեմ երեկոյան ժամը 8-ին Կաֆեստյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունենալու Վախթանգ Հարությունյանի ամենամյա ավանդական հաշվետու համերգը
ասա ով ես դու, ահա այս սկավառակի շնորհանդեսով էլ հանդես է գալու, իսկ մինչ այդ կարող եք նաև YouTube-յան տարբերակում փնտրել, ասա ով ես դու, հավաքեք ու կգտնեք, կտեղափոխվեք Վախթանգ Հարությունյանի հրաշալի աշխարհ։ Շնորհակալ ենք շատ, որ այսպես վաղ առավոտյան եկաք, մեզ մտորելու, արդեն ինձ լավ այսպես ասեմ, մտորելու շատ Բայց դուք արդեն լայն ժպիտով եք վերաբերում, արդեն Ես լավ դերասանուհի եմ Վախթանգ ջան, այս ուղղակի առավոտյան գալիս։ Հայելեցինք այս երաժշտությունը նախապես։ Լավ եղեք, մենք դիտենք գովազդը եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրին։